Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է փոխվի ամենայն հայոց կաթողիկոսը։ Դուք համաձայն եք նրա հետ։ Չէ, ես համաձայն չեմ։ Ես չեմ ասում, որ վեհապարը երկնքից է իջել, բայց համաձայն չեմ, իրար չի կարի եկեղեցուն կպնել, շատ սխալ է։ Ձեր կարծիքով նման գործողություն է սկսել եկեղեցու դեմ։ Ես դեմ եմ բոլոր գործողություններին, եկեղեցուն է եթե վերաբերվում։ Ինչպես կարող ենք այնպես անել, որ Ժողովուրդը պետք է ձայնը բարձրացնի, թող եկեղեցու հետ գործ չունենան։ Գլուխը պատինա տվել Նիկոլը։ Ոչ նիկոլական են, ոչ կաթողիկոսական են, բայց ինչ որ ճշմարտություն կա մեջը։ ճշմարտություն եք տեսնում։ Խախտելով իր պարտականությունները կաթողիկոսը ինչու պետք է լինի ամուսնացած։ Վերջ։ Փաշինյանը հայտարարում է, չունենալով դրա իրավունքը, պետք է փոխվի կաթողիկոս։ Դուք նրա կարծիքների հետ համաձայն եք։ Ինձ թվում է կարծիք չի։ Նման բաները կարծիքներով չեն որոշում, նման բաները որոշում փաստերով։ Մենք էլ այն մարդը չենք, որ դա փաստերով որոշենք, էլի։ Եթե կան փաստեր հիմնովին, ուրեմն պետք է փոխվի։ Եթե չկան փաստեր, անհիմն բան հայտարարողները պետք է պատիժ կրեն։ Իհարկե նա չունի այդ իրավունքը, դա խոսալու բան չի ընդհանրապես, ինչ եք ուզում ինձանից։ Կարծիքով ինչու են սկսել։ Նոր կարծիք չեմ հայտնի, դա եկեղեցու բան է, եկեղեցին էլ պետք է որոշի։ Լավ էլի մի ծիծաղս գալիս արդեն վсё վերջ։ Ես չեմ ուզում մեր եկեղեցիներին կապնեն ու վերջ։ Ես չեզոք դիրք ունեմ բոլոր պետական ու կառույցների նկատմամբ, իրականում տեղյակ չեմ ինչա կատարվում, առաջ անգամ ձեզնից լսեցի, կարծիք չեմ կարող հայտարարել։ Իհարկե ոչ։ Ինչի համար նորը ընտրվի։ Ավելի լավ է նոր վարչապետ ընտրվի, քան թե նոր կաթողիկոս։ Դա իմ կարծիքն է։ Ձեր կարծիքով ինչու է թիրախավորվել Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին։ Դուրս չեմ կարող ասել, որովհետև երևի ինքը այլ նպատակներ ունի։ Հիմա էլ ուզում է եկեղեցին քանդել։ Ուրիշ կերպ չեմ կարող ես դա մեկնաբանել։ Ինչ պետք է անել հասարակությունը, որ Պայքարի։ Դե ես չեմ պատկերացնում իրեն հեռացնելով։ Նա ուղղակի քանդում է Հայաստանը իրեն հեռացնելով։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ պետք է գնալ Վեհարան եւ փոխել նոր կաթողիկոս ունենանք։ Դուք համաձայն եք այս հայտարարությունների հետ։ Համաձայն ենք։ Ինչու՞։ Նախ Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը պաշտոնը։ Այդ արդեն չգիտեմ ունի թե չունի, բայց լավ կլիներ որ փոխվեր, որովհետեւ այնքան նոր հավատները դուրս եկել, չես իմամ դու քրիստոնյա ես թե ինչ ես։ Եհովական կա, էս կա, այն կա, դրա համար կարելի է փոխել, որ գոնե նորը կարողանա դրանք վերացնել։ Կաթողիկոսին ատում եմ։ Ինչու՞։ Որովհետև նա համ բիզնեսմեն է, համ էլ ազնիվ մարդ չի։ Ինչ բիզնես ունի, որ դուք գիտեք։ Էս զով խանութը իրանն է։ Ես սեփականատիրոջը վերջերս դատում են, բայց կաթողիկոսը չէր։ Բայց կաթողիկոսը իր հետևից կանգնած է։ Հետևից կանգնած։ Հա, չէ, ես իրան չեմ հարգում բոլորովին, միգուցե Փաշինյանը տենց քայլեր, բայց ինչ որ մի բան պիտի անի, չգիտեմ, կարող է ճիշտ է արել։ Կաթողիկոսի ընտրությունը մենք պետք չէ որ անենք, պետք է անեն հոգևորականները, եկեղեցու հոգևորականները, դա իրանց գործն է։ Ձեր կարծիքով ինչու է թիրախավորում Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն այս օրերին։ Առանց կոմենտարյաների, միջղայնացրեք ինձ։ Այ ես իրանց բաների մեջ, վեճերի մեջ չեմ ուզում։ Այդ հարցերը ինձ չի պատկանում։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ չի պատկանում, որը գնում է նման քայլերի։ Իշխանությունը ինչ կանի, իրանք գիտեն։ Այդ հարցերով չենք զբաղվում մենք։